Իսկ դուք գիտեք, թե ով է եղել առաջին հայը, որ իր ձեռքում բռնել է Օսկարի արձանիկը։ Այո, Օսկարի պատմության մեջ հայերի հետքը բավական շատ է, իսկ առաջին հայը, որ բռնել է Օսկարի արձանիկն իր ձեռքում, Վիլյամ Սարոյանն էր։ Մարդկային կատակերգություն ֆիլմի սցենարը ճանաչվեց լավագույնը, երբ նա ընդամենը 36 տարեկան էր։ Բայց ոչ թե սցենարը գրվել է վեպի հիման վրա, այլ հակառակը, ինչը բացառիկ երևույթ է։ Բանն այն է, որ Սարոյանը ցանկանում էր նաև լինել ֆիլմի ռեժիսորը, սակայն նրան չվստահեցին, նաև սցենարը հետ չտվեցին։ Սարոյանն էլ մինչև էկրանավորելը որոշեց, որ պետք է արագ գրի վեպ եւ հրատարակի այն։ Ինչպես գրում են այդ ժամանակվա մամուլը, մեկ շաբաթում դարձավ բեսթսելեր։ Ֆիլմը նույնպես շատ սիրվեց, 5 անվանակարգում է առաջադրվել, սակայն Օսկար ստացել է միայն Սարոյանը սցենարի համար։ Թե հայերից ովքեր են ստացել Օսկար եւ ինչ պատմություն են իրենց հետ բերել Օսկարի աշխարհ, կպատմեմ հաջորդ թիվ, նաեւ այլ պատմություններ կարող եք գտնել իմ էջում, մեկնաբանություններում կթողնեմ հղումներ։